եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում է, որտեղ էր նաև Ալիևը, այնտեղ կադրեր կար, մենք տեսնում էինք, այսպես Թրամփը, գիտեք, ասում են լրիվ Զելենսկու հետքերով է, այս պատկերը, ինչի մենք ականատես ենք լինում Ֆիդանի Ռուբիոյի հետ հանդիպում, ձեռքսեղմում, երջանկություն, այսպիսի վիճակ։ Եվ ինչ է ասում Թրամփը խոսում է, որ եղբայրներ են, այլևս ընկերներ են, Ալիևը իրենք իրար ընկերներն են, Ալիևը Փաշինյանն իրար ընկերներ են, չգիտեմ, երեկվան ցանոթ են ասում, բա ընկեր ընկերոջի հարբեցող ծաղրացու կամպանի, բա ընկեր ընկերոջ արմնակիցներին այսօր Բաքվի բանտերում ցմա ազատազրկման կդատապարտի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Տեսեք, Թրամփի քաղաքականությունը, Թրամփի մոտեցումները շատ հասկանալի են, ինքը աշխատում է սեփական իմիջի վրա, սեփական երկրի շահերը սպասարկելու վրա եւ այդ համատեքստում ինքը ինչ ասես կարող է ասել, ինչ գնահատական ասես կարող է տալ, որը սպասարկում է կրկնում իր իմիջը, իր վարկանիշի բարձրացումը, այլ հարց, որ Նիկոլ Փաշինյանին այդ ամեն ինչը դուր է գալիս, այդ որ ասում եք Ալիևը իրեն հարբեցող ծաղրացու եւ այլն ասել է, Ալիևը երբեք իրեն եղբայր չի համարել, չի համարում եւ դժվար էլ համարի, այլ հարց, որ Նիկոլը կարող է Իլամին եղբայր շատ մոտ անձնավորություն համարել, բայց Ալիևի համար հավասարազոր հարաբերություններ չեն, հա, Հայաստանի ներկայիս գործող ցավոք սրտի մեր համար գործող վարչապետի հետ հարաբերությունները Ալիևը Նիկոլ Փաշինյանին համարում է ստորադաս այդ հարաբերություններում, անգամ միջպետական հարաբերություններում, ասել է հարբեցող ծաղրացու, այլ գնահատականներ տվել է, իմ կարծիքով ինքը կարող է վաղնել նույն գնահատականներին արժանացնի Նիկոլ Փաշինյանին եւ ես էլի ցավոք սրտի նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ԿՊԱ-ական խմբակը, որը ամեն առիթ անառիթ ընդդիմադիրների հետ կապված վայնասուն է բարձրացնում, բայց Ալիևի արչեւ խոնար հարցի կարգավիճակում են հայտնվում, Ալիևի հայտարարությունները, Ալիևի գնահատականները անպատասխան են թողնում, սրանից կարող ենք հասկանալ, որ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի գաղափարական գիծը նույն հունով է ընթանում, ես մի բան նշեմ, Ալիևի հարցազրույցները նախքան Վաշինգտոնը ինչ գնահատական տվեց, նա Արցախյան շարժման մասնակիցներին, քաղաքական ռազմական ղեկավարությանը համեմատեց նացիստների հետ, նացիստական Գերմանիայի այդ հայտնի դեմքերի հետ, ըստ էության համարելով Հայաստանը եւ Արցախը նացիստական պետություն, ինչը համաշխարհային միջազգային ընկալման տեսանկյունից ահավոր գնահատական է եւ որը պետք է արժանանար հակադարձման Երևանի կողմից գործող իշխանությունների կողմից, բայց ինչպես նկատեցինք, որևէ արձագանք չունեցավ այդ ամեն ինչը, էլի խոնար հարցի նման Ալենը, Վահագը, Նիկոլը, մնացածները, որ իրենց ճղում են տարբեր առիթներով, ոչ մի ձայն չանեցին այս առումով, ըստ էության համաձայնություն տալով Ալիևի հետագա գործողություններին, որը շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ եթե ինքը ասում է սա նացիստական պետություն է եղել թե Հայաստանը, թե Արցախը, հետևաբար պարտվել է ու պետք է վճարի օրինակ ռազմատուկանք ռեպարացիաներ, փոխհատուցում, այդ ամեն ինչպես եղավ հա նոյեմբերյան դատավարությունից հետո Գերմանիան նացիստական ռեժիմի պատճառով հսկայական ռազմատուկանքներ, փոխհատուցումներ վճարեց, հիմա նույնը Ալիևը փորձում է կարել Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ, իսկ ինչ վերաբերում է, որ Նիկոլ Փաշինյանը ձայն չի անում Բաքվում գտնվող այդ մեր հայրենակիցների հետ կապված, այնչի պետք է հանի, ասենք, դա որևէ խնդիր չի, հասկանում եք, երբ որ մենք Նիկոլ Փաշինյանի գործողությունները դիտարկում ենք Հայաստանի, հայ ազգի, մեր հայրենակիցների շահերի տեսանկյունից, մենք դիսկոմֆորտի մեջ ենք ընկնում, շատ բաներ անհասկանալի են, բայց հարգելի ժողովուրդ, ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները դիտարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի տեսանկյունից եւ ամեն ինչ հասկանալի եւ տրամաբանական կլինի,
բոլոր առումներով այս մարտը անում է գործողություններ, որոնք տեղավորվում են մի կողմից Ադրբեջանի շահերի համատեքստում, մյուս կողմից Թուրքիայի շահերի համատեքստում։ Ինչ կա դրա մեջ զարմանալու։ Նույնը վերաբերվում է, ասենք, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված, որ ըստ էության հայտարարում են, փաստացի այդպես է, էլի, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից այդ ամենը հանված է, Նիկոլ Փաշինյանը կարող է մի օր էլ ասի, ասենք, ցեղասպանությունը թողնենք պատմաբաններին, հիմա ապրիլի 24-ն է, հա, առաջիկայում կտեսնեք։ Ես չեմ բացառում, որ այդտեղ կարող է նույնիսկ ցեղասպանությունը օրանալ, այնպես որ այս Թրամփի կողմից բեմականացված շոու խաղաղությունը որևէ հիմք չունի, սա ընդամենը շոու է, այս խաղաղությունը երաշխավորված չէ, ոչ մի բանով, ոչ մի երաշխիք ռեսուրս, ուժ գերակա, որ երաշխավորի, որ տևական խաղաղություն կլինի եւ սա ուղղակի զինադատար չէ մեծ պայթունից առաջ չկա։ Այստեղ է, որ մեր Հայաստանը առաջարկում է նաև երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որը մենք առաջ ենք գնում, երաշխավորված պետք է լինի այդ խաղաղությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման շոու խաղաղություն։ Թրամփը շոու է անում, հասկանալի է, դա բխում է Արևմուտքի շահերից, Միացյալ Նահանգների, Ալիևը շոու է անում, դա բխում է իր շահերից եւ ոչ միայն Ալիևը շոու է անում, այլ ստանում է Ալիևը ամեն օր մի բան ստանում է։ Մի անգամ ուզեց, ասենք, Տավուշում հողեր ստացավ սահմանազատման անվան տակ, հիմա Զանգեզուրի միջանցք էր ասում, ստացավ Զանգեզուրի միջանցք, հիմա ինչքան էլ իրենց մայկաները ճղեն, ԿՊԱ-ականները, թրիփ կոչվածը բովանդակությամբ ունի միջանցքային տրամաբանություն։ 100 անգամ այդ մասին խոսել ենք, ասել ենք, եթե նշվում է, որ նույնիսկ երբ Վենսը ստրատեգիական համագործակցության խարտիա ստորագրեց Բաքվում, առաջի հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը թրիփի միջոցով ստացել է անխոչնդոտ ճանապարհ Նախիջևանի Հանրապետության հետ կապնվելու համար։ Հիմա յուրաքանչյուրը թող իրեն հարց տա, ինչ է նշանակում անխոչնդոտ հաղորդակցություն։ Այսինքն դա ըստ էության տարբերվում է այն հաղորդակցությունից, ինչը մենք ունենում ենք Վրաստանի հետ։ Վրաստան, որ մտնում ենք, չէ, անձնագրային կոնտրոլ ենք անցնում, ստուգում են եւ այլն, այսինքն այդպեսին չի, եթե այդպեսին լիներ, կարիքեր չէր լինի այդտեղ նշելու։ Այսինքն այդտեղ աշխատում է ուրիշ տրամաբանություն։ Սրանից հետեւություն, որ Ալիևը ստացել է իր ուզածը, իսկ թե ինչ է ստացել հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մեծ հարցականի տակ է, Նիկոլ Փաշինյանը ուղղակի ստացել է Թրամփի, Մակրոնի, չգիտեմ, արևմտյան մյուս լիդերների կողմից ուսին խփել, ասենք, կարող է մի օր էլ ասենք գիրկը նստացնեն, գլուխը շոյեն, ասենք ինչ ասես կարող են անել, այնտեղ շոուի կոմպոնենտներ է իր մեջ պարունակում։ Հիմա Նիկոլը, ասենք, գլուխը կա խոնար անում է այն, ինչ իրեն ասում է Արևմուտքը, հանուն իշխանության մնալու, իրենց ձեռք է տալիս Նիկոլին էլ իշխանության դերևս մնալու, մի քանի ամիս, մի 3-4 ամիս է մնացել, չէ՞ Նիկոլին։ Դե իրեն էլ ինքը մտածում է, որ ինչ որ հրաշքով Արևմուտքը իրեն կօգնի, որ ինքը մնա իշխանության, բայց ես կարծում եմ, որ չգիտեմ, ով էլ երկնքից իջնի Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից հետո իշխանության չի լինելու։ Դուք ասում եք, ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը, միայն իր իշխանությունը եւ ըստ էության ոչինչ չի ստացել, բայց վերջերս օրինակ Չէ, նաեւ բարեկեցություն։ Սրանապարման կանդրադառնանք, որովհետեւ մենք հետևում ենք նաեւ դուք վերջի շրջանում բավականին հետևողական խոսում եք թալանի կոռուպցիայի մասին։ Բայց մինչ այդ Ալեն Սիմոնյանը վերջերս ասում էր, ես ձեզ լուրջ եմ ասում, բարեբուն իմաստով, իրար որ հանդիպում եք, դրսում, ներսում, գրկեք, շնորհավորեք միմյանց։ Ալենը։ Հիմա հարգելի Մայրամ, ես մարդիկ կամ որ էլի մի անգամ ասել եմ երևի իմ ինտելեկտը վիրավորված է զգում, եթե ես Ալեն Սիմոնյանին մեկնաբանեմ, բայց ցավոք սրտի, հա, հանրապետության երկրորդ մարդու աթոռի վրա է նստած այդ մարդը, ստիպված, հա, այս պարագայում Ալեն Սիմոնյանը թող պատասխանի իր հայտարարությունների համար եւ դատախազություններ թող ընդդիմադիրների ու հոգեվորականների նկատմամբ քրեական գործեր հարուցելու կեղծ հիմքերով քրեական գործեր հարուցելու փոխարեն թող զբաղվի Ալեն Սիմոնյանով
միջև ուրիշներին գրկախառնության կոչ անելը, Ալեն Սիմոնյանին ես անձամբ կոչ կանեի, որ իր լեզուն չափավորի, որովհետև այն հայտարարությունները, որը անում է ես շեշտում եմ սա, հակահայկական դոշտ հեռուստաընկերության եթերում հոգևորականների մեղադրելով մանկապղծության մեջ, այլ հանցագործությունների մեջ, սա ուղղակի սուտ մատնություն է իմ գնահատականով եւ դատախազությունը պետք է զբաղվի Ալեն Սիմոնյանով եւ իր հայտարարություններով, բայց կարծում եմ ոչ էլ կզբաղվի, այսինքն որ նույն հոդվածներով Ալեն Սիմոնյանը հազարավոր մարդկանց ուղղակի դատի է տվել։ Հա, բայց տեսեք ընդհանրապես դիկտատորական բնույթ կրող երկրներում գործում է հետևյալ բանաձևը. մեր մերձավոր շրջապատին ամեն ինչ, մեր թշնամիների միայն օրենք։ Իրենք իրենց համարում են օրենքից դուրս, անում են անպատասխանատու հայտարարություններ թշնամական հեռուստաընկերությունների եթերում, ով չգիտի, դոժդը ռուսալեզու հեռուստաընկերություն է on-line, որը Արցախյան պատերազմի ժամանակ հանդես էր գալիս բացառապես ադրբեջանական նարատիվներով, ադրբեջանական շահերը սպասարկելով էր զբաղվում եւ հիմա անում է նույն բանը ըստ էության, արդեն ՔՊԱ-ականների միջոցով, ելի նույն նարատիվները կրկնում է, ուղղակի ՔՊԱ-ականների բերանով այս բարակայում։ Ալեն Սիմոնյանի դրանից հետո մի հատ խայտարակ ռեպորտաժ էր սարքել Հայաստանում ինչ որ երևակայական ռուսական ազդեցության եւ ռուսական միջամտության մասին։ Ալեն Սիմոնյանի բարակայում ամեն ինչ հասկանալի է։ Ալեն Սիմոնյանը իր հայտարարությունների համար դատարանի առաջ, դատախազության առաջ պատասխան կտա իշխանափոխությունից հետո, հունիսի 7-ից հետո, եւ պետք է մենք վերացնենք այս անպատասխանատվության, այս հայոյախառը բերան ունեցող իշխանությունների այս պրակտիկան, ընդհանրապես սրանք արժեզրկել են ամեն ինչ, սկսած նույնիսկ պաշտոններից։ Հասկանում եք, բարձրաստիճան պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց խոսքի համար, որովհետև ուզած թե չուզած իրանք հայտնվում են հանրության կենտրոնում եւ մոդելներ են դառնում երիտասարդության համար, նույնիսկ երեխաների համար, հասարակության մյուս ներկայացուցիչների համար, երբ որ տեսնում է հասարակությունը Ալեն Սիմոնյանի, այն Վահագի, այն Ռուբինյանի, այն չգիտեմ, էլ ովքեր կային, էլի չեմ են Մելքոնյան, Գագոյի նման մարդիկ, դե ասում է ախպեր, եթե ասեք Մելքոնյան, Գագոն կարող է պատգամավոր լինել Ալեն Սիմոնյանն էլ հանրապետության երկրորդ մարդ, ասենք, չգիտեմ, ինչ որ մի հովիվ ինչու չի կարող լինել, ենթադրենք ներքին գործերի նախարար կամ ասենք արտաքին գործերի նախարարը, ինչ կա դրա մեջ, էլի, սրանք որ պաշտոն են Հա, իմիջիայլոց հովիվների աշխատանքի ես շատ գնահատում եմ, ես կարծում եմ, որ միջին վիճակագրական հայ հովիվի օգտակար գործողության գործակիցը իր գործառույթների շրջանակներում 1000 անգամ ավելի շատ է, քան Ալեն Սիմոնյանինը, կամ Գագիկ Մելքոնյանինը, կամ գլխավոր դատախազինը, ներքին գործերի նախարարինը, էլ չասեմ Նիկոլ Փաշինյանի մասին։ Քանի որ խոսեցիք, ինչեր իրենք այսպես ասենք, հա, գուցում հրապարակ, Աշոտ Սեփազյանի գործը, այսպես ասենք, ամբողջությամբ պայթեց այդ տեսանյութերի կեղծիքը, 3 միջազգային ընկերություն հաստատել է, որ դրա կեղծված տեսանյութեր են, այս մասով խնդրեմ ձեր տեսակետը։ Ես նոր խոսքի մեջ նշեցի, որ պետք է իրավապահ մարմինները դադարեն կեղծ հիմքերով մարդկանց հետապնդել ընդդիմադիրներին եւ հոգեվորականներին, եւ Աշակ Սրբազանի հետ կապված այս ապացույցը որն է, հաստատում է, որ այդ տեսանյութերը, որոնք հրապարակվել էին մեր իշխանական բլոգերների կամ լրատվամիջոցների կողմից եւ դրանք լայն շրջանառություն ստացան իշխանական լրատվամիջոցներով, դրանք կեղծ են, դա բոլորին էր ակնհայտ, որ կեղծ է Նիկոլ Փաշինյանը, որը ցավոք սրտի նստած է երկրի ղեկավարի աթոռին, կեղծիք է տարածում իր, ասենք, Facebook-յան էջի միջոցով, փաստացի
ակնարկելով Արշակ Սրբազանի հետ կապված ինչ երևակայական գործողություններ եւ սա եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք գործ ունենք մի կեղծիքի մեքենայի հետ, որը աշխատեցնում է իշխանությունը ամենաբարձր մակարդակներով Արշակ Սրբազանի հետ կապված ոչ միայն այս գործը, այլ նաև այդ մարդուն ասենք տարել բանտարկել են ըստ էության այդպես ասեմ, ժողովրդական բառերով մարդու գրպանը պլան գցել տարել բանտարկել են որի գործն է արդարացի, այնտեղ հոգևորական սրբազանների գործերն են արդարացի, չգիտեմ, քաղաքական հետապնդումների ենթարկված մյուս անձանց գործերն են արդարացի, այսինքն իշխանությունը չի խորշում կեղծիքի մեքենայի միջոցով հետապնդում իրականացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվել են այս կամ այն կերպ խոչընդոտել իշխանության այս կամ այն քայլին, իսկ մյուսները, որոնք ազատության մեջ են, իրենք էլ ապահովագրված չեն, որովհետև ես կարծում եմ, որ ամեն մի ընդդիմադիրի հետևից Նիկոլ Փաշինյանը մի քանի հատ գործակալ իրավապահ ու բան, չգիտեմ, այդպես քաղաքացիական հագստով կցած կլինի, գաղտնալսում հետևել եւ այլն, արդեն մի անգամ նշել եմ, որ մենք ապրում ենք Ջորջ Օրուելի 1900, անասնաֆերման այդ բանաձևն է ընդհանուր 1984 վեպն է, երբ ասում եմ մեծ եղբայրը հետևում է բոլորին, բոլոր տեղերից, անգամ ասենք լոգարանում է հետևում։ Հիմա մենք այդ 1984-ի մեջ ենք, երբ մեծ եղբոր կարգավիճակում հայտնված Նիկոլը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հետևել, գաղտնալսել, մարդկանց վրա կոմպրոմատներ հավաքել, ինչը ասենք հասարակության դեգրադացիայի արժեզրկման տանող ճանապարհներից մեկն է։ Որը տեսեք, խնդիրը որն է, հիմա ինֆորմացիոն հոսքերի ծավալը այնքան է շատացել, ու դրա մեջ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ական իշխանության ջանքերով բացասական ինֆորմացիայի տոկոսը այնքան մեծ է, սկանդալային իրադարձությունների տոկոսը այնքան մեծ է, որ մարդիկ ֆիզիկապես ուղղակի չեն կարողանում, չեն կողմնորոշվում, թե որին արձագանքեն։ Միջև մի բան տեղի է ունենում, փորձում են դրա հետ համակերպվել, արձագանքել, հոպ, ասենք, լսում ես, որ Երևանում 10 հոգի վիրավորվել են, իրար վրա են կրակել, ու դա, ասենք, հերթականն է, հասկանում եք, տարվա մեջ մեկ անգամ կամ 10 տարվա մեջ մեկ անգամ տեղի ունեցող իրադարձություն չէ, մենք ամեն օր լսում ենք նմանատիպ հանցագործությունների մասին, ավտովթարներից սկսած վերջացրած դանակահարություններ, օրինակ երեկ էլ տվեցին, որ Գյումրիում 4-5 հոգի ելել են, կանգառում կանգնած մի տղայի դանակահարել, նստել գնացել են։ Հասկանում եք ինչ է կատարվում, քրեացին իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, ինչու է քրեացին իրավիճակը վերահսկողությունից դուրս գալիս, որովհետև ոստիկանական համակարգը Նիկոլին գրկած շրջապատած տեղափոխում է այստեղից այնտեղ, ասենք 100 մետր գնալու համար մի ամբողջ ոստիկանական համակարգ 3000 հոգի Նիկոլին փաթաթված տանում են, բերում են, տանում են, բերում են, ԱԱԾ-ն զբաղվում է, ասենք Տիրադավ եպիսկոպոսներին ճակերտավոր թիկնապահություն անելով, պատարագի տեքստեր խմբագրելով, ընկած են իրավապահ համակարգը, ընդդիմադիրների հետևից քաջուջներ են անում հոգևորականների վեղարների տակ, իսկ իրական քրեացին վիճակը գնալով ավելի վատանում է։ Հիմա այս իրավիճակում ինչ էիք ուզում։ Մարդիկ իշխանությունը պահում են մեծ հաշվով ոստիկանական սվինների վրա նստած, այլ լեգիտիմության աղբյուր այլևս չունեն։ Իրենք հասկանում են, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը 90%-ը, այդպես ասենք, սրանց այլևս չի վստահում։ Համարում են սրանց ձախողակ իշխանություն, որը պետությունը հասցրել է գրեթե կործանման եզրին, դարձրել է ձախողակ պետություն, ինչքան էլ իրենք խոսեն կեղծ ինչ-որ շոու խաղաղության մասին, խաղաղության խաչմերուկ դարձնելու մասին,
տեսեք, խաղաղության խաչմերուկի գովազներ անում, չէ՞, այդպես բան ուներ, թղթապանակ ուներ, թևի տակը խփած, այս բեմից այն բեմներ վազում Նիկոլ Փաշինյանը, քմեջը քարտեզ, խաչմերուկ էին գծել ինքն ու Արարատը հավանաբար, ցույց էին տալիս, թե ինչ խաղաղության խաչմերուկ են սարքելու իրենք Հայաստանը, որը հյուսիսը կապելու է հարավի հետ, արևելքն էլ արևմուտքի հետ, բայց ինչ տեղի ունեցավ, Մյունխենում իշխանության շահերը սպասարկող իշխանական քարոզչամեքենայի կարկառու ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հարց է տալիս Ալիևին խաղաղության խաչմերուկի մասին, ինչ է պատասխանում Ալիևը, ծաղրում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքականությունը խաղաղության խաչմերուկի հետ մասով եւ ասում է, որ երբ որ Բայդենը եկավ իշխանության, իրար ձեռք բռնած Նիկոլն ու Բայդենը կիրականացնեն այդ խաղաղության խաչմերուկը։ Այսինքն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Բայդենը կա իշխանության, իսկ դա չի լինելու, հետեւաբար դուք երբեք չեք ունենալու խաղաղության խաչմերուկ։ Ալիևը, որը Նիկոլի քաղաքականության համատեքստում կարևոր դերակատար էր այդ խաղաղության խաչմերուկում, Ադրբեջանի նկատի ունեմ, փաստացի ասում է, ինձ չի հետաքրքրում ձեր խաղաղության խաչմերուկը, ինձ հետաքրքրում է թրիպը, որը իրենք ասում են Զանգեզուրի միջանցք։ Ինքը ստացել է Զանգեզուրի միջանցքը, թկած ունի խաղաղության խաչմերուկի վրա էլ, Նիկոլենց վարած քաղաքականության վրա էլ, ամեն ինչի վրա։ Ալիևը սպասարկում է իր երկրի շահերը եւ դա հասկանալի է եւ դա ընկալելի է։ Այլ հարց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, այլ նաեւ այդքան բան ունի, որ ժողովրդի ուղեղը լվանում են, թե իբր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը համընկնում է հայ ազգի դարավոր իղձերի Հայաստանի Հանրապետության շահերի հետ, այնինչ ուղիղ հակառակն է, 180 աստիճանով հակառակն է։ Հետևաբար ես կոչ կանեմ այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել, շատ երկար մտածել, որովհետև եթե իրենք քվեարկում են ՔՊ-ի օգտին, իրենք քվեարկում են Հայաստանը թրկա Հայաստան դարձնելու օգտին։ Իրենք քվեարկում են այն բանի օգտին, որ Ալիևը 100 հազարավոր ադրբեջանցիներով բնակեցնի Հայաստանը։ Իրենք քվեարկում են, որ Ալիևի հանձնարարականով փոխվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ այնտեղից դուրս գա հղումը անկախության հռչակագրի վրայից։ Հետևաբար շատ երկար մտածեք, մինչև ձեր այդ քվեաթերթիկը գցեք քվեախցի մեջ։ Ընդունում եք, որ այսօր իրականում ժողովրդին ավելի շատ ուզում են, շատ ավելի դե փոքր չասենք, բայց հաշվառելով թե ինչ աղետների առաջենք եղել եւ կան, իրենքի կորուստ հնարավոր մեր հայրենիքի կորուստից հատկացնել համագործությամբ, ավելի շատ սոցիալական խնդիրներ են այսօր հետաքրքրում հանրությանը։ Միանշանակ սոցիալական խնդիրները թոփ թեման են, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ծախողել է երկրի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովումը, ոչ միայն ծախողել է ներքին անվտանգության ապահովումը, այլ նաև ծախողել է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Այս եթերում մի քանի անգամ նշել եմ, որ աղքատությունը մնացել է նույն մակարդակի վրա, մարզեր կան, որոնք ավելի են աղքատացել, օրինակ Գեղարքունիքը, Տավուշը, Շիրակը եւ մյուս այլ մարզերը։ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հարուստները շատ փոքր թիվ աստղաբաշխական թվերով հարստանան, աղքատները ավելի աղքատանան։ Միջին խավը գտնվում է շատ ծանր վիճակում, կքած է հարկերի, վարկերի, տուգանքների տակ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց ինքը դառավ իշխանություն, որը ամենաշատն է տուգանում քաղաքացիներին։ Ինքը հայտարարում էր, թե բանկերը ստրկացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբեք այսպիսի ստրկական կախվածության մեջ չէր ընկել բանկերից, ինչքան հիմա է։ Այն բանկերից, որոնք Նիկոլ Փաշինյանի օրոք տասնապատկել են իրենց եկամուտը, 18 թվականին բանկերի ընդհանուր համախառն շահույթը, եթե կազմում էր $100 միլիոն, հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում այդ թիվը հասել է 1.1 միլիարդ $։ Սրանք թվեր է, որի տակ թաքնված են մարդկային ճակատագրեր, մարդկային ողբերգություններ։ Նիկոլ Փաշինյանը այն
քաղաքական գործիչն է, որը 17 թվականին միջև այդ այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը միտինգներ էր անում թանկացումների դեմ, հիմա մտեք խանութ տեսեք ժամերով է թանկանում, պիտակները չեն հասցնում փոխել ուղակի այդ խանութի աշխատողները, տավարի միսը վերցրեք, ասենք 200 դրամով քանի օրվա ընթացքում թանկացել է, ինչի արդյունքն է, նրա արդյունքն է, որ սրանք տապալել են գյուղատնտեսությունը Հայաստանում ազատ անկման մեջ է, ինչքան էլ իրենք ասենք կովերի հետ նկարվեն, Պապոյան Գևորգը, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ֆերմաներ բացեն, բայց փաստը, վիճակագրությունը, պետական վիճակագրությունը ցույց է տալիս, որ տավարի գլխաքանակը, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը իրենց իշխանության տարիներին նվազել է 200,000-ով։ Դրա համար հիմա, ասենք, միշտ չեն գտնում, ասում են Ղազախական մսի ներկրումը ինչ-որ խնդիրներ ունի եւ տավարի միսը ժամ առ ժամ թանկանում է։ Մյուս բոլոր ոլորտերում հացը թանկացել է, առաջին հանրահրաժեշտության մթերքները թանկացել են, այսինքն երբ որ ինքը խոսում է ինչ-ինչ անկանխիկ գործարքների միջոցով թոշակառուներին մի քանի 1000-2000 դրամ ավելացնելու մասին, այդ 1000-2000 դրամը խժռում է այդ թանկացումներն ու ինֆլյացիան։ Այսինքն մենք գործ ունենք մի երեսպաշտ իշխանության հետ, որի իշխանության օրոք էլի կրկնեմ հարստացել են իրենց մերձավոր շրջապատը, իրենց մերձավոր բիզնեսմենները, բանկերը եւ վերջ հիմնական, եւ խաղամոլության այդ օբյեկտները խաղամոլությունը առելի չափերի է ասել, չեմ խոսում նաև թմրամոլության մասին, հիշում եք Նիկոլ Փաշինյանը 18 թվականին ինչ էր գորգորում Սյունիքում, կոտրելու ենք նարկոտրաֆիկի ողնաշարը, այդ հայտարարությունից հետո Հայաստանը ուր գլորվեց, մի հատ հարց տվեք, հա, այսինքն Եվ ամենը հարցնենք, այն տոննայով կոկայինը ինչ եղավ։ Տոննայով կոկայինը դե կարելի է ենթադրել ինչ եղավ։ Ըստ որոշ մարդկանց ուրախ տրամադրությունների հայոց հումորի կարգով, բայց ամեն դեպքում սրանց վարած քաղաքականությունը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, խոսեցինք այդ մեծահարուստների մասին, որոնց իրենք օլիգարխ են ասում, նախ նշեմ, որ օլիգարխ տերմինի օգտագործումը մեծահարուստի նկատմամբ, որ իշխանության մեջ չի, քաղաքական անգրագիտություն է, տգիտություն է քաղաքական, որովհետև օլիգարխ համարում է այն մարդը, որը հարուստ է եւ իշխանություն ունի, այ ինքը օլիգարխ է։ Նախ դրան կանրադառնամ հիմա, բայց երբ որ ինքը ասում է այլևս օլիգարխներ չէ, օլիգարխն ինչ էր ասում այդ իրենց ժողովի, օլիգարխներ չեն լինելու, այդ օլիգարխները պարտվելու են այս հունիսի 7-ի ընտրություններին։ Տղա ջան, նախ դու 2018 թվականին հայտարարիր, որ Հայաստանում չկա օլիգարխներ, այլևս չկան, չէ՞։ Իր բառացի հայտարարությունն եմ ասում, Հայաստանում չկան օլիգարխներ, խոշոր սեփականատերեր ու մեծահարուստներ են։ Բայց այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ինքը օգտագործում է ընդդիմադիր դաշտում գտնվող մեծահարուստներին գնահատելու համար, այդ տրամաբանությունը հենց իր շարքերի ներսում է։ Երբ որ ինքը խոսում է օլիգարխների մասին, խոսում են ինչ վերջերս պարոն Բոզոյանը մեր եթերում ասաց, ես ձեզ վստահեցնում, այսօր ինքը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Նիկոլ Փաշինյանը, այո, Հայաստանի ես շատ մեծ համոզվածություն ունեմ, որ դոլարային միլիոնատեր կամ միլիարդատեր կարող է արդեն ձգել, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխը կարող է, ասենք, եթե չեմ սխալվում, նույն Երևան Բոզոյանն էր նշում, որ այդ մարդու հարստությունը փող է աշխատել 1.5 միլիարդ, այդ մերձավոր 1.5 միլիարդ դոլար, մերձավոր օլիգարխը դե կարելի է պատկերացնել, թե իրենք ինչ թվերի հետ գործ ունեն։ Նույն Խաչատուր Սուքիասյանին, որ տանում նստեցնում են պարլա, այ օլիգարխիան հենց դա է։ Խաչատուր Սուքիասյանը, որը կրում է իշխանություն, մեծ ազդեցություն ունի իշխանության վրա եւ մեծահարուստ է, այ ինքը դասական օլիգարխ է։ Կար նաեւ Գուրգեն, որը հիմա դեսպան է, Գուրգեն Արսենյան, այո, էլի դասական օլիգարխ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, որին
նշանակեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ Նիկոլ Փաշինյանը այնքան մեծ կեղծարար է փաստերի եւ իրադարձությունների հետ կապված, որ ինքը ստեղծելով օլիգարխիկ համակարգ ըստ էության մյուսների մեղադրում է օլիգարխ լինելու մեջ, չգիտեմ, այլ գործողություններ անելու մեջ, այնինչ ինքը անձամբ ստեղծել է այդպիսի համակարգ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից շահել են սահմանափակ թվով մեծահարուստներ, մնացած բոլորը միջին բիզնեսը, խոշորը, միջինից մի քիչ խոշոր բիզնեսը, ման ու միջին բիզնեսը, այսինքն այս մարդիկ կկացեն հարկերի ամեն օր, ասենք հարկային օրենսգիրք է փոխվում, ամեն օր մի բան բեռ ավելացնում են, նշում են, որ հարկային վարչարարությունը ինչ որ լավացրել էին, բայց այդ լավարկման հետևանքները այլևս չեն երևում։ Այդ առաջի շնչով փորձեցին ինչ որ իմիտացիա ստեղծել լավ աշխատելու, հիմա արդեն հասկանում եք, մենք հայտնվել ենք ոչ միայն բանկային գերության տակ, սոցիալ-տնտեսական խնդիրների տակ ճկրում ենք, այլ նաև այդ հարկային խնդիրների տակ է հայ հասարակությունը, բիզնեսը հայտնվել։ Հսկայական, ասենք, այդ էլի բանկերն էին, միջնորդավճարներ էին գանձում պոստտերմինալներից, որ ընտրություններից առաջ փորձեցին կենտրոնական բանկով մի քիչ մեղմել, ընտրություններից հետո տասնապատկելու են։ Հասկանում եք, քաղաքացին դարձել է այս իշխանությունների համար հարստահարման, տուգանելու, քերթելու մատերիալ, ինչքան էլ դաժան լինի ասելը, բայց դա այդպիսին է։ Այս քաղաքացուն գործող իշխանությունները նայում են որպես փողի տոպրակի, որից ինչ-որ բան պետք է քերել անպայման, գոնե ամիսը մեկ պարբերականությամբ, եթե ստացվի նաև ամեն օր կարելի է, բայց մի քիչ դժվար կլինի, ամեն օր մարդու տուգանել եւ փող վերցնել։ Ամեն դեպքում մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը հասարակության մեջ գեներացրել է ատելություն, հասարակությունը պառակտված է, հասարակությունը մեջ թունավոր մթնոլորտ է տիրում, հանցագործությունների մակարդակը աճում է, ծանր հանցագործություններ, ինչքան էլ նախարարը հակառակը պնդի նախարարի ասուլիսից ընդամենը օրեր անց ցերեկով կարելի է ասել լույս աչքին տեսնում ենք մարդիկ հանում եւ իրար են կրակում ու սպանում այսինքն քրեացին իրավիճակը խորացել է, սոցիալ-տնտեսական իրավիճակը ահավոր ժողովրդի, հասարակ ժողովրդի շրջանում ահավոր վիճակում է, սոցիալական բևեռացվածությունը մեծ է, ռեսուրսները բաշխվում են ոչ արդարացի, ելի եմ կրկնում, հարուստները շատ փոքր թվով անհամեմատ աստղաբաշխական հարստություններ են կուտակում, աղքատները ավելի են աղքատանում։ Հետևաբար առաջիկայում ընտրություններ են, հետևություններ արեք, թե ձեր դիրքորոշումը ինչ ազդեցություն պետք է ունենա մեր ապագայի հետ կապված։ Եվ վերջին հարց հայ առաքելական եկեղեցու դեմ, իրենց արշավով քրեական հետապնդում վեհապարոր նկատմամբ արգելեցին, որպեսզի մեկնի եպիսկոպոսաժողովին մասնակցելու, տեղի ունեցավ հավաքը, հավաքի սրբազանները մասնակից հայտարարություն տարածեցին։ Հետաքրքիր հայտարարությանը միացել է նաև Հովնան Տերտերյանը, խնդրեմ այս մասով ընդհանուր ձեր տեսակետը եւ մինչև ուր եւ ինչ կսպասվի առաջ։ Այստեղ շատ կարճ ասեմ, ես այդ Հովնանի նույնիսկ չգիտեմ, Ամերիկայի թեմինն է, Ամերիկայի, գուշակեցի, իրենք նայում են ընդհանրապես այդպիսի հոգևորականները, որ չես մեկ էստեղ է, մեկ այնտեղ են, նայում են, թե ուժային կենտրոնը որ կողմ է թեքվում, ըստ այդմ էլ իրենց հայտարարություններն անում են, ես կարծում եմ հավանաբար այդ Հովնանի այդ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորը արդեն գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը մոլագար սևեռվածություն ունի եկեղեցու նկատմամբ, ամեն կերպ ուզում է քանդել այնտեղ սկզբունքային արժեհամակարգ կրող հոգևորականներին մեկուսացնել, հասկացել է, որ տապալել է այդ պայքարը եկեղեցու դեմ, հասարակությունը տոտալ մերժում է Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ու քայլերը եկեղեցու նկատմամբ,
եւ համարում է, որ սա ուղղակի կրակոց է հայի ինքնության ազգային դիմագծի վրա, որը Նիկոլ Փաշինյանը անում է թուրքերի եւ ադրբեջանցիների թելադրանքով։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակում ցուկ ցվանգի մեջ է, նա, այսպես պատկերավոր ասեմ, սպիտակ կոստյումով հայտնվել է ցեխաջրի մեջ եւ ինչ քայլեր անի, իր կոստյումը ցեխոտվելու է, ինքը ցեխոտվելու է եւ եկեղեցու դեմ յուրաքանչյուր քայլ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ականների կողմից հենց իրենց դեմ է աշխատում։ Ես կարծում եմ, որ արդեն շատ այդ տիրադավ դավաճան հոգևորականներ, որոնք դավաճանեցին եկեղեցուն, դավաճանեցին կաթողիկոսին, պետք է մտորումների մեջ ընկնեն, որովհետեւ իրենց ընտրությունը մեղմ ասած ճիշտ չէր եւ նրանք ըստ էության դավաճանական բրուտոսություն արեցին եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ ու ես համոզված եմ, որ իրենք չպետք է ներման ենթարկվեն ոչ մեկի կողմից։ Այդպիսի մարդիկ ընդհանրապես պետք է մերժված լինեն հասարակության կողմից եւ այդ դավաճանի խարանը պետք է դարերով կրեն, որպեսզի ապագայում մենք հնարավորություն ունենանք խուսափելու նման դեպքերից։ Այսինքն մենք պետք է գոնե այս փուլում փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը տապալվեց եւ խայտարակվեց եկեղեցու դեմ պայքարում, չնայած ես համոզված եմ, որ նա մոլագար սևեռվածություն ունի եւ այդ դա իրեն դրթելու է տարբեր աներևակայելի քայլերի եկեղեցու նկատմամբ, դե հասավ արդեն կաթողիկոսի նկատմամբ է քրեական գործեր հարուցում, արգելում է նրա ելքը երկրից, սա եւս դրա մասին է խոսում, որ նա հուսահատ ճիգեր է գործադրում, որ ինչ որ բան անելու եւ կարծում եմ, որ կարող է ամեն այլանդակ քայլերին էլ դիմի, բայց արդեն իսկ նա տապալված եւ խայտարակված է եկեղեցու դեմ պայքարում։ Ես եմ շնորհակալ։